Ջիմ Քերին իրավամբ համարվում է մեր ժամանակների լավագույն կատակերգուներից մեկը։ Դերասանը երկար տարիներ հիացրել է դիտողներին զվարճալի կերպարներով, որոնք հատկապես դիտարժան են դարձնում նրա աննկարագրելի դեմքի միմիկաներն ու պլաստիկությունը։ Բայց չնայած ֆիլմերում կատակերգական դերերի առատությանը, դերասանի կենսագրությունը դժվար թե կարելի է անվանել ուրախ եւ հեշտ։ Փառքի ճանապարհը փոշոտ ու անհաջողություններով լի է եղել, ինչին դերասանը արժանապատվորեն դիմագրավել է։ Ողջույն, բարի գալուստի Մալիք, ես Անահիտն եմ։ Այսօրվա հոլովակի գլխավոր հերոսը մեր բոլորի կողմից շատ սիրված դերասան Ջիմ Քերին է։ Մեր ուրախ եւ զվարճալի մանկության համար պետք է շնորհակալություն հայտնենք նաեւ Ջիմ Քերին։ Իսկ ես ձեզանից շնորհակալություն եմ հայտնում, որ հետևում եք իմ Մալիքին, սեղմում եք լայքի կոճակը, գրում եք մեկնաբանություններ։ Ես չեմ ցանկանում երկարացնել, այդ իսկ պատճառով մենք սկսում ենք։ Ջեյմս Յուջին Քերին ծնվել է 1962-ի սկզբին կանադական Նյումարք քաղաքում։ Նա բազմանդամ ընտանիքի կրտսեր երեխան էր եւ մեծացել էր իր քույրերի՝ Պատրիսիա եւ Ռիտայի, եւ իր ավագ եղբոր Ջոնի հետ։ Արտիստի ծնողները նախկինում զբաղվել են երաժշտությամբ, սակայն հրաժարվել են բեմի իրենց երազանքից։ Մայրը տնային տնտեսուհի է եղել, իսկ հայրը դարձել է հաշվապահ։ Նրանք ստիպված են եղել վաճառել տունը եւ ապրել ավտոտնակում բեռնատար մեքենայի մեջ Տորոնտոյի մոտակայքում գտնվող տարածքում։ Այդ ժամանակ Ջիմ Քերին եւ նրա քույրերը ստիպված էին աշխատել մաքրելով ֆաբրիկաներից մեկի սանհանգույցները եւ կատարելով այլ ծանր աշխատանք ընտանիքին օգնելու համար։ Քերի հիշողությունների համաձայն նրա մայրը հիվանդ էր, Քեթլինը տառապում էր հիպոքոնդրիայով եւ իրեն անընդհատ տարբեր հիվանդությունների ախտանշեր էր վերագրում, ինչի պատճառով էլ նրանց շրջապատողները Քեթլինին խենթ էին համարում։ Ցանկանալով ինչ-որ կերպ զվարճացնել մորը, Ջիմը սկսել է հումորով զբաղվել։ Նա զվարճալի դեմքեր էր անում եւ նմանակումներ, որոնք զվարճացնում են ոչ միայն մորը, այլ հորն ու նրա ընտանիքի ընկերներին, ովքեր պաշտում են փոքրիկ կատակերգուին։ 11 տարեկանում տղան արդեն մտածում էր կատակերգու արտիստի կարիերայի մասին։ Նա ռիսկի է դիմել, ուղարկել է Քերոլ Բեթենին հաղորդագրություն, ասելով, որ նա կարող է լինել շոուի մի մասնիկը։ Քերին անչափ է ուրախացել եւ ստացել է պատասխան, թեկուզ որ այն եղել է պաշտոնական։ Քերի ընտանիքը կարողանում է վարձել տուն, սակայն որպես վարձատրություն Ջիմն ու նրա եղբայրը ստիպված են եղել աշխատել որպես անվտանգության աշխատակից եւ դռնապան ֆաբրիկաներից մեկում։ Հերթափոխերը տևել են 8 ժամ։ Քերին 16 տարեկան էր, երբ թողեց դպրոցը զբաղվելու կատակերգությամբ։ Սկզբում երիտասարդն աշխատում էր գործարանում եւ մտածում էր ապագայում աշխատանքի անցնելու պողպատի ձուլարանում։ Բայց ի ուրախություն հանդիսատեսի Ջիմին հաջողվում է դառնալ կատակերգու դերասան։ Դրան հասնելու համար դժվար ճանապարհ են անցել։ Քերի բեմում հանդես գալու առաջին փորձը ստացել է 15 տարեկանում։ Հայրը նրան տարել է տեղի յակ-յակակում, որտեղ Ջիմը կարողացել է ցույց տալ իր հումորային համարը։ Սակայն հանդիսատեսը սուլել է ապագա հոլիվուդյան աստղին, դրանից հետո էլ նա որոշ ժամանակով փակվել է իր մեջ։ Երբ ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավվել է, Քերին որոշել է վերադառնալ բեմ։ Նա բարելավվել է իր համարը, որը բուռն ընդունվել է հանդիսատեսի կողմից։ Շուտով կատակերգում ոչ միայն աստղ է դարձել յակ-յակում, այլև սկսել է գումար ստանալ իր ելույթների համար։ Իր հաջողություններով ոգեշնչված Ջիմը մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ նա մասնակցել է Saturday Night Live շոուի համար քաստինգներին։ Հետագա տարիներին նա մի քանի անգամ փորձեր է արել մտնելու հումորային թատերախումբ, բայց դրանք անհաջող էին։ Այնուհետև Քերին ստիպված է եղել վերադառնալ Կանադա, շարունակելու ելույթները ակումբներում։ Բրեժնևի նրա պարոդիան առանձնահատուկ ժողովրդականություն է ձեռք բերել։ Շուտով Ջիմի նկատել են ու նույնիսկ նրա մասին գրել տեղական թերթում, ինչը թույլ է տվել նրան ստանալ հեռուստատեսությամբ հանդես գալու իր առաջին հրավերը։ Քերին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ գրավել է հայտնի կատակերգական արտիստ Ռոդնի Դանգերֆիլդի ուշադրությունը, ով հրավիրել է երիտասարդին իր հետ հյուրախաղերի գնալ։ Դրանք ավարտելուց հետո Ջիմը որոշ ժամանակ ելույթ է ունեցել Comedy Store ակումբում եւ պարբերաբար մասնակցել է լուսումների երազելով ներխուժել կինո։ Սակայն մինչ դա տեղի կունենար, Քերին բազմիցս նկարահանվել է հեռուստատեսությամբ, հիացնելով հեռուստադիտողներին հայտնիների զվարճալի պարոդիաներով։ Նա իր վառ կերպարներով աչքի էր ընկել կենդանի գույնով ժամանցային ծրագրում եւ նույնիսկ հասցրել է թողարկել իր սեփական ստենդափ շոուն։ 96 թվականին արդեն իսկ հայտնի Ջիմը վերջապես ստանում է Saturday Night Live-ի հրավեր։ Իր էսքիզներում նա ծաղրում էր սիրված ֆիլմերը, հայտնի մարդկանց եւ ինքն իրեն։ Դերասանը պարել է դիսկո, բալետ, ձևացրել է, որ զբոսաշրջիկ է, մարմնավորել է երգչուհիներին, վարկարարների եւ ֆիթնես մարզիչների։
Հետագայում Ջիմը մի քանի անգամ վերադարձել է շոու, բայց այս անգամ որպես հյուր։ Քերի էկրանային կարիերան սկսվել է երիտասարդության տարիներին, նկարահանվելով ցածր բյուջետային հեռուստատեսային ֆիլմերում, ինչպիսիք են Rubber Face-ը, Mount Cooper-ը, բայց հանրաճանաչության առաջին ալիքը եկել է Duck Factory սիթքոմի թողարկումից հետո։ Այդ ժամանակ Ջիմը բավականին լավ էր վաստակում եւ նույնիսկ հասցնում է ծնողներին տեղափոխել Լոս Անջելես։ Սակայն մեկ տարի անց շոուն փակվել է, ինչը դերասանին կանգնացրել է ծանր դեպրեսիայի եզրին։ Որոշ ժամանակով Քերին անհետացել էկրաններից, կրկին նվիրվելով ստենդափ կատակերգությանը։ Այնուհետև նրա ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է ռեժիսոր Հովարդ Սթորմը, ով նրան հրավիրել է լսումների կատակերգական ֆիլմերի համար։ Սակայն հաջողությանն ու համաշխարհային համբավին Քերին հասել է 1994 թվականին Ace Ventura՝ ընտանի կենդանիների հետախույզ ֆիլմի թողարկումից միայն հետո։ Ֆիլմի նկարահանումներն ուղեկցվել են բազմաթիվ խնդիրներով, սկսած ցածր բյուջետից մինչև գլխավոր հերոսի կերպարի մտքի բացակայությունից։ Բայց Ջիմն իր ձեռքն է վերցրել գործը, ստիպել է Կորտնի Քոքսին եւ Կանիբալ Կրուպսին նկարահանվել ֆիլմում։ Նա ինքն է զարգացրել իր կերպարի արտաքին տեսքը, խարիզման, հորինել է կատակներ եւ էքսցենտրիկ ոճ։ Արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները։ Ֆիլմը վարձույթում հավաքել է $100 միլիոն, թեև դերասանն ինքն իր բոլոր ջանքերի համար ստացել է համեստ հոնորար՝ $350,000։ Սակայն ճանաչումը ավելի ուշ է եկել, ինչպես ասացի, իսկ Էս Վենտուրան պատվավոր տեղ է զբաղեցրել կուլտային կերպարների ցանկում։ Կինոքննադատները չեն հավանել ֆիլմը եւ միայն քննադատել են այն։ Մասկա կամ Դիմակ կատակերգության թողարկում, որում Քերի զուգընկերը նորահայտ Աստղ Քեմերոն Դիասն էր, օգնել է ամրապնդել նրա հաջողությունը։ Բանկի ամաչկոտ աշխատող Սթենլին մարմնավորելիս դերասանը հիշել է իր հորը, իսկ նրա ալտեր էգոյի՝ Դիմակի դեղին կոստյումը ոգեշնչված էր այն կոստյումից, որը ժամանակին իր մայրն էր կարել։ Ֆիլմն արժանացել է մեծ գնահատանքի եւ առաջադրվել է BAFTA-ի, ինչպես նաեւ Օսկարի։ Քերիի հաջորդ նշանավոր աշխատանքը հիմար եւ ավելի հիմար ֆիլմն էր։ Ջիմը կրկին նպաստել է իր կերպարի ստեղծմանը։ Նրա ջանքերի համար պարգևը հանդիսատեսի հիացական գնահատականներն էին եւ $7 միլիոն հոնորարը։ 1995 թվականին մեծ էկրաններ է բարձրացել Էյս Վենտուրայի երկրորդ մասը։ Միաժամանակ նա նկարահանվել է Բեթմեն ընդմիշտ ֆիլմում, մարմնավորելով Ռիդլերին։ Հաջորդ տարին Ջիմը հայտնվել է The Cable Guy ֆիլմում, որի համար իր կարիերայում առաջին անգամ ստացել է $20 միլիոն։ Այդ ժամանակից ի վեր դերասանը հազվադեպ է համաձայնվել ավելի ցածր վարձատրությամբ նկարահանվել ֆիլմերում։ Քերի խոսքով իր համար կարևոր էր ոչ թե փողը, այլ հաջողության զգացումն ու պահանջված լինելը։ Կարող եք մեկնաբանություններում գրել, թե որ ֆիլմերն եք սիրում Ջիմ Քերի մասնակցությամբ։ Շուտով Քերին ուրախացրել է հանրությանը մեկ այլ վառ կերպարով, մարմնավորելիս Ֆլեչեր Ռիդին «Ստախոս» ֆիլմում։ Այս դերի համար արտիստը հրաժարվել է մասնակցել Austin Powers կատակերգական ֆիլմի նկարահանումներից։ Թեև Քերին հաջողության է հասել որպես կատակերգ ու դերասան, նա կանգ չի առել կոմեդիա ժանրի վրա։ 98-ին Ջիմը գլխավոր դեր է խաղացել The Trump Show դրամայում։ Այս անգամ քննադատներն ու հեռուստադիտողները համակարծիք էին, որ ֆիլմը հաջողված էր։ Արտիստը դրանով չի սահմանափակվել եւ շուտով նկարահանվել է Մարդը լուսնի վրա դրամայում։ Նոր դարաշրջանը Քերին սկսել է ընտանեկան ֆիլմով, ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը։ Ամեն օր 3 ժամ էր պահանջվում դիմահարդարման համար եւ եւս 1.5 ժամ անհարմար կոստյումը հագնելու համար։ Քննադատները Սուրբ Ծննդյան հեքիաթը շատ սառն են ընդունել, բայց տարիներ անց այս ֆիլմը նույնպես դարձել է կուլտային, ինչպես Էս Վենտուրան։ Հանդիսատեսի սիրո եւս մեկ ալիք պատեց Ջիմին 2003 թվականին, երբ ցուցադրվել է Ամենակարող Բրյուսը կատակերգությունը։ Սա իմ ամենասիրելի ֆիլմն է Ջիմ Քերի մասնակցությամբ, որտեղ այնտեղ խաղում է Ջենիֆեր Անիստոնը։ Նկարահանումների ժամանակ քիչ է մնում ողբերգություն տեղի ունենար։ Տեսախցիկներից մեկի կռունկը վերևից ընկել է հենց ուղիղ այնտեղ, որտեղ որ կանգնած էր Ջենիֆեր Անիստոնը։ Այդ պահին Ջիմ Քերին քաջություն եւ հերոսություն է ցուցաբերել, հրել է Ջենիֆեր Անիստոնին, որպեսզի հանկարծ չընկնի նրա վրա։ Քերին հաջողվել է կրկին դրամատիկ կերպար փորձել «Անբիծ մտքի հավերժ արևը» ֆիլմի վրա աշխատելիս, որտեղ Ջիմը խաղում էր Քեյթ Ուինսլեթի հետ։ Տարիներ անց դերասանը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Ջոելի կերպարը, որը տառապում էր դեպրեսիայից ու անորոշությունից, ամենամոտն էր իրեն։ 2007 թվականին Ջիմը որոշել է կրկին փորձել եւ նկարահանվել Ջոել Շումախերի The Number 23 Mystic Thriller-ում։ Քննադատները կրկին սառն են վերաբերվել այս ֆիլմին, չնայած որ կերպարը բավականին խորն էր եւ շատ սթրեսային էր նայել այս ֆիլմը, բայց ինձ դուր եկավ նրա դերասանական խաղը։
Քերին հայտնվել է Sonic ֆիլմում, ընտանեկան կատակերգությունում հիմնված Sonic-ի տեսախաղերի շարքի վրա։ Նրան տվել են Sonic-ի հակառակորդի բժիշկ Ռոբոտնիկի դերը։ Հարցազրույցներից մեկում Քերին նշել է, որ իր թոռը, ով հաղթել էր իրեն տեսախաղում, օգնել է իրեն պատրաստվել դերին։ Ֆիլմը ստացել է միջին գնահատականներ, բայց ջերմ ընդունելության է արժանացել դրամարկղերում։ Իմ տղաները պաշտում են այս ֆիլմը, նրանց ծննդյան տորթերից կարելի է հասկանալ, թե ով ում է սիրում։ Իմ անձնական կյանքից անցում ենք կատարում դեպի Ջիմի անձնական կյանք։ 87-ին Քերին ամուսնացել է Մելիսա Ուոմերի հետ, ով մատուցողի էր Comedy Store-ում, որտեղից սկսել էր Քերին իր կարիերան։ Շուտով զույգը դուստր է ունենում Ջեյն Էրինին, բայց ամուսնությունը ամուր չէր եւ ավարտվել է ամուսնալուծությամբ։ Դերասանը ստիպված է եղել նախկին կնոջը $7 միլիոն փոխհատուցում վճարել։ Խզումը բացասաբար է ազդել աստղի հոգեբանական առողջության վրա։ Ջիմն ընկճվել է եւ սկսել է հակադեպրեսանտներ ընդունել, որոնք շուտով դադարել են օգնել։ Հետո նա քայլ է արել դեպի առողջ ապրելակերպ ու սկսել է սպորտով զբաղվել։ Դեղահաբերը փոխարինել է վիտամիններով։ Դերասանը ջերմ հարաբերություններ է պահում դստերի հետ, որին փորձում է ապահովել այն ամենով, ինչը որ նրան անհրաժեշտ է։ Իսկ 2010 թվականի փետրվարին նա պապիկ է դարձել։ Ամուսնալուծությունից 1 տարի անց Քերին կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը դերասանուհի Լորեն Հոլին էր, հիմար եւ ավելի հիմարը ֆիլմի դերասանուհին։ Բայց այս ամուսնությունը նույնպես կարճ է տևել, չնայած այս անգամ ընդամենը 10 ամիս։ Ավելի ուշ Քերին հանդիպել է հայտնի հոլիվուդյան կանանց հետ, օրինակ Ռենե Զելվեգերի, Ջենի Մաքքարթնի եւ անգամ Անաստասիա Վոլոչկովայի հետ։ Աստղի կյանքի ամենաբարդ եւ առեղծվածային պատմությունը նրա սիրավեպն էր 25 տարով իրենից փոքր Քաթրինա Ուայթի հետ։ Պարզվել է, որ աղջիկը հոգեկան հիվանդ է եղել եւ բաժանումից անմիջապես հետո նա ինքնասպան է եղել հաբերկուլ տալով։ Մահացածի հարազատները դերասանին մեղադրել են նրա մահվան մեջ։ Դատական վարույթը տևել է մինչև 2018 թվականը։ Քերի դեմ բոլոր մեղադրանքները հանելուց անմիջապես հետո նա հարության առաջ հայտնվել իր նոր ընկերուհու դերասանուհի Ջինջեր Գոնզագայի հետ, բայց այս իրավեպը նույնպես երկար չի տևել։ Իր 60-ամյակի ժամանակ Քերին հաստատել է, որ ցանկանում է հեռանալ կինոասպարեզից, բայց ի ուրախություն երկրպագուների նա բացառություն է արել Sonic ֆիլմաշարի համար։ Նա նկարահանվել է թե Sonic 2-ում եւ թե Sonic 3-ում։ 24 թվականին հանրությանը ներկայացվել է նախագծի 3-րդ մասը, որտեղ Ջիմը խաղում էր միանգամից 2 դեր։ Դերասանական կազմին միացել էր Կիանու Ռիվզը։ Դեռ պաշտոնական թողարկումից առաջ ակնարկներ կան, որ 4-րդ մասի նկարահանումները կրկին կլինեն եւ Ջիմ Քերին այնտեղ նորից կլինի։ Սակայն տարին սկսվել է Ջիմի համար ընտանեկան ողբայրգությամբ։ Մահացել է նրա քույրը Ռիտան, մի քանի տարի առաջ էլ մահացել է նրա եղբայրը։ Ես չեմ ցանկանում հոլովակ ավարտել տխուր թեմայով, այդ իսկ պատճառով մի երկու հետաքրքիր փաստ Ջիմի մասին։ Ջիմը կանխատեսել էր իր հաջողությունը։ Իր կարիերայի սկզբում նա ինքն իրեն $10 միլիոն արժողությամբ չեք է գրել, որտեղ որպես ստացման ամսաթիվ նշել է 1995 թվականի նոյեմբերը։ Այդ ժամանակ դերասանը արդեն իսկ աստղ էր։ Բացի դերասանությունից Ջիմը սիրում է նկարել, քանդակել եւ գրքեր գրել։ Նա հրատարակել է 2 գիրք, ինչպես նաեւ Ջիմն ունեցել է իր սեփական երաժշտական խումբը։ Ջիմը այժմ բուսակեր է, ակտիվ կենսակերպ է վարում, նա սիրում է մոտոցիկլետ վարել եւ զբաղվել բրազիլական ջիու-ջիտսուով։ Այսքան էր այսօրվա հոլովակը։ Ես վստահ եմ, որ դուք հավանեցիք հոլովակը եւ ես վստահ եմ, որ դուք ինձ աջակցել եք ձեր լայքերով։ Ձեզ լավ օր եմ մաղթում, լավ մնացեք, մենք շատ շուտով կհանդիպենք։